Զանգեզուրի քարահունչ գյուղի դիմաց ժայռերով ու թփուտներով պատած մի լանջ կա, որ նայում է վարարակ գետին: Թեև արդեն մտել ենք ձմեռը, բայց արևահայաց այդ լանջը մերկացել էր առաջին ձյունից և այնպես ջերմ ու հյուրընկալ էր իր դեղնասաղարթ թփերով, նրանց վրա կարմիրին տվող հատապտուղներով և ժայռերի վրա կչկչացող կաքավներով, որ ես տափարակից եկա այդ լանջը և առաջ գնացի նրա լայնքով: Որսս հաջող չէր, բայց բավականություն էի ստանում ծառերի վրայից և թափված տերևների միջից վայրի պտուղներ գտնելով: Մի ձորակում էլ տերևների տակ ընկույզներ գտա, մի քանիսը ծակ ու դատարկ, սկյուռերն էին դատարկել, կային և անարատ մնացածներ: Վեր նայեցի, ժայռի տակ մի ընկուզենի է կանգնած, պառաված ճյուղերը կախ: Նրա մոտ նռան ցածրիկ մի ծառ կա, երկու սերկևիլների, ընտանի ծառերը, բնակավայրերից հեռու ընկած այս ժայռերում: Հետաքրքրությամբ մղված վեր բարձրացա: Այդ ժայռերը կանգնած էին քարերից մաքրված մի գոգավորության վրա: Այստեղ երևում էին մարդու աշխատանքի հետքեր: Ժայռի տակից դեպի ծառերը հանած մի փոքր առվի ցամաքած հուն, իրար զուգահեռ ձգված թմբերի երեք շարք, որոնց վրա իր ժամանակի լոբի է ընծանել: Այստեղ-այնտեղ ընկած մի քանի ցցեր, մի կոտրված բահ, օջախում մնացած մոխիր, ածուխ, կիսայրված փայտե կտորներ և մի սալաքար, որի վրա բլիթներ է թխել այդ տեղի երբեմնի բնակիչը: Մեծ ջանքերով բնությունից պոկած այդ հողակտորի տերը, որպեսզի պահպանի իր մշակույթը, ժայռի պատին բրիչով մի խորշ է փորել, որի մեջ քնել է սրտալով կամ պատսպարվել անձրևից: Մի այլ խորշ իր տխուր օրերի միակ ընկերոջ շան բույնն է: Վերևի խորշում խոտ է դրել, որ հավաքել է ժայռերի արանքներից: Մի վերմակի տարածություն բռնող իր այդ ողորմելի հողակտորն ապավինած ապրել է այդտեղ նագարնանից մինչև ուշ աշուն և որպեսզի իր քրտինքը բերք տա, ժայռի տակ մի ավազան է փորել, որի մեջ առաստաղից կաթել է գարնան ձնհալից առաջացած այդ ջուրը, որ աստիճանաբար ծծվում է փխուր ժայռի մեջ: Կաթիլ առ կաթիլ հավաքել է այդ ջուրը և նրանով ոռոգել իր մի հատիկ ընկուզենին, մի զույգ սերկևիլի ծառը, նոնենին, լոբու թմբերը: Տնտեսի ողորմելի խղճուկ կյանք: Պատկերացնում եմ ինչ մռայլ ու ահավոր գիշերներ է անցկացրել շեներից ու մարդկանցից կտրված այդ չարքաշ հողագործը: Աչքը վարարակի խավար ձորին, ականջը ժայռերից եկող խորհրդավոր ու ահռելի ձայներին, թախիծը հոգուն չոքած: Այնքան այդպիսի քարակոպ կացարաններ կան Զանգեզուրի ժայռերում, կացարաններ, ուր պատսպարվել են կարիցը ու չար մարդուց հալածված շինականները, մեր անբախտ պապերը: